Երկու խայտարակ պարտություն 3 օրում ու 9 բաստողնված գնդակ։ Սա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գրանցած արդյունքն է ազգերի լիգայի փլեյօֆի Վրաստանի հավաքականի դեմ խաղերում։ 0-3 հաշվով ավարտված երևանյան հանդիպումը դեռ չմարսած Թբիլիսիում ջախջախիչ պարտություն կրեց Կիրակի մեր ընտրանին։ Դինամո արենայում 6 գնդակ են ուղարկել վրացիները մեր դարպասը։ Հայաստանի հավաքականի միակ ու պատվի գոլը 48-րդ րոպեին խփել է Էդգար Սևիկյանը։ Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին վրացիներն արդեն 5 գնդակ էին ուղարկել Օգնիեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։ Ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, հայ երկրպագուներից, որովհետև այսպիսի արդյունքը անընդունելի է։ Այս ասուլիսից հետո հայ երկրպագուներին ներողություն խնդրողների թիվն ավելանում է։ Վրացի երկրպագուները հանդիպումից հետո պլաստիկե շշեր են նետել հայ երկրպագուների վրա։ Թբիլիսիում խաղին հետևած հայլուրի աղբյուրները հայտնում են, որ Դինամո մարզադաշտում հայ և վրացի ֆուտբոլասերների միջև կրքերը թեժացել են, երբ հայ ֆանատները Մելիքբեկյան հեռացիր են բանկարկել ու միջնամատ ցույց տվել։ Վրացի ֆանատներն այդ պահին խաղադաշտ են իջել իրենց ֆուտբոլիստներին շնորհավորելու նրանց հետ լուսանկարվելու ու կարծել են, թե հայ երկրպագուների մատերով կոմբինացիան իրենց է ուղղված, շշամարտ է սկսվել։ Սկանդալային միջադեպից հետո վրացի ֆեյսբուքյան օգտատերեր, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ դատապարտել են իրենց երկրպագուների պահվածքը։ Հայերը 10-0 հաշվով հաղթեցին մեծ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային լինելով։ Վրաստանի ազգային հավաքականի ֆան-շարժումը Կոմագեբին ներողություն է խնդրել հայ երկրպագուներից։ Ֆեյսբուքում այս մասին գրել է առաջին հայկական ճակատ ֆան-շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը։ Էդգար Ղուշչյան, Հայլուր։